Շատինի արջը քոթոթի հետ գյուղից համառորեն չի հեռանում, գուցե կորցրած երկրորդ ձագին ման գալու պատճառով։ Արջիկոյ, գնաց, մամելս բաղջարով գնաց, չեն։ Նրա մարդկանց բակեր տնամերձեր մտնելուց այնպիսի տպավորություն է կենթանին վախի զգացողությունը կորցրած է։ Եթե իրոք այդպես լինի, դա ռեալ ռիսկ է բնակչության համար։ Քանի դեռ ծուրթաթը մեկին չի վնասել, եկեք արագացնենք տարածքից գիշատչին տեղափոխելը։ Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկում են վայրի բնության պահպանման հիմնադրամից։ Առաջարկել ենք տեղափոխությունը այդ արջի այլ վայր, ոչ թե տանենք մեր վայրի կենդանիների փրկարար կենտրոն, այլ տանենք վայրի բնությունում բաց թողենք այլ տեղ։ Համաձայն է կենթանուն վայրի բնություն վերադարձնելուն թղթաբանության պատճառով պետք է չուշացնենք հարցը արձագանքեց նախարարը։ Եթե ինչ-որ մի հատ բան որ նախարարությունը կարող պետք է նախարարությունը անի։ Վայոց ձորի գյուղերում արջերի հաճախ հայտնվելը նշանակում է վայրի կենթանին բնությունում շատացել է, դրա համար է նոր տարածք ման գալով իջնում անտառից։ Մտահոգիչն այն է, որ տեղի բաց աղբանոցներում սնունդ գտնելու կամ նկարելու համար մարդկանց տված ուտելիքի պատճառով 1-2 անգամից արդեն վարժվում է հեշտ կշտանալուն, ահազանգում է մասնագետը։ Մարդկանց կողմից այդ կենդանիներին կերակրելը, ինչը ինքնին բավականին մեծ խնդիր է, արդեն ինքը ձգտում է դեպի բնակավայրեր, ձգտում է դեպի մարդկանց որպես սննդի հավելյալ աղբյուր։ Արջը գյուղ չի մտնի, եթե մարդիկ սահման գծեն թեթև հոսանքահարող ցանկապատով, ինչն է պատճառը, որ տարբեր էկոկառույցների նվեր էլեկտրական այդ հովիվները համայնքում ոչ բոլորն են օգտագործում, հետաքրքրվեց նախարարը։ Էլեկտրական ցանկապատերը մնացել են մարզպետարանում։ Բնակիչները չեն վերցնում։ Շատինի արջից բացի նախարարին կից հասարակական խորհրդում անդրադարձան նաև վերջերս գայլերի կողմից մարդկանց կծոտելու դեպքին։ Քննարկեցին վայրի բնության հետ որ կոնֆլիկտին ինչ լուծում կարելի է տալ։ Աշխատանքային հանդիպման օրակարգում հաջորդ հարցը աշնանը սպասվող կոպն էր։ Բանակցային գործընթացների, կոնվենցիաներին պետությունների դիրքորոշման ու շատ այլ մանրամասներ փակ ռեժիմով են առաջ տանում, տեղեկացրեց Համբարձում Մաթևոսյանը։ Որոշ փակագծեր բացեց off the record պայմանով։ Գաղտնի չէ հրապարակեց կենսաբազմազանության համաժողովին Հայաստանի կողմից առաջնային հռչակված թեմաները։ Մեկը OECD-ն է, մեկը այդ լեռնային քաղաքացիաներն է, մյուսը 30-30-ին հասնելու ալտերնատիվ այլ լուծումները, համ ֆինանսական, համ ընդանուր իրականացման եւ մյուսը մոնիտորինգի մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման հարց։ Մենք այդ 4 հարց ենք դրել քննարկման։ Սրան զուգահեռ նաև մենք մեծ շանս ունենք օրինակ արգելվի սուբսիդավորումները թունավոր պարտանյութերի։ Սա եթե ձևավորվի վաղը այսօր մեր կոպի ժամանակ դատարանա կոալիցիա, դա դուրս հաջողություն է։ Այլ նախաձեռնություններից չխոսեցին բնապահպանական մեր գաղափարները ձեռքից բաց չթողնելու համար։ Կոպի մասով իրազեկման 4 փուլերից դեռ առաջինում ենք։ Երևանյան համաժողովի պաշտոնական կայքն արդեն պատրաստ է, բայց երկիրը նոր-նոր է սկսում։ Հայկական ճոխ կենսաբազմազանության գովազդային արշավն ու աշխարհի բոլոր անկյուններից ժամանող կանաչ հյուրերի ընդունելության կազմակերպումը։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։